Վերադարձանք տաղավարներին, հետաքրքիր է, դու օրինակ փառատոներ սիրում ես։ Այո, շատ։ Հաճախում ես։ Փորձում եմ բաց չթողնել։ Այսինքն դու կապանում ես եղել այս քանի օրը։ Չէ։ Դա միակն է, որ փորձել եմ, բայց չի ստացվել բաց չթողնել։ Փառատոներից մեկը թե դու, թե ես մենք բաց թողեցինք։ Բաց ենք թողել, այո։ Բայց բաց թողեցինք ներկայացումների պատճառով, որովհետև թատրոնում այնքան ագեցած է իրական գրաֆիկը, անկեղծ եմ ասում։ Չգիտեմ ում համար եմ արդարանում, բայց ամեն դեպքում։ Բայց մենք այդ ներկայացումները հասցրել ենք դիտել այն քաղաքներում, որտեղից մեկնել էին կապան, թատրոնները ներկայացնելու իրենց աշխատանքը։ Ինչի մասին է խոսքը։ Խոսքը արտավազդ 2025 արդեն մրցանակաբաշխության մասին է եւ ոչ միայն, նաեւ անցկացվող փառատոնի, որը մարտի 20-ից մինչեւ 26-ը, մինչեւ վաղը անցկացվում է Կապան քաղաքում։ Այս ամենի մասին ավելի մանրամասն կզրուցենք մեր հյուրերի հետ, որոնք ավելի մանրամասն կներկայացնեն բոլոր տեղեկությունները։ Մեր տաղավարում են Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար, Արտավազդ ամենամյա թատերական մրցանակաբաշխության գլխավոր համակարգող Սոնա Մելոյանը, ողջույն։ Բարի լույս։ Եվ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրեն, երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր պրոֆեսոր Աննա Ասատրյանը, ողջույն։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Սկսենք այնտեղից, որ 2025 թվականի Արտավազդը կարծես թե ինչ-որ նոր ձևաչափով է հանդես գալիս, ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, թե արդյոք նույնն է մնացել, նույն դասական մեր Արտավազդ մրցանակաբաշխությունը։ Ձևաչափը փոխվել է ներկայացումները ընտրելու կոնտեքստում, որովհետև եթե նախկինում թատրոններն էին առաջադրում իրենց աշխատանքները եւ դա շատ հաճախ թատրոնի ներսում բերում էր ինչ-որ խնդիրների։ Ինչի ներկայացումը չընտրել։ Այո, ինչի ոչի նա եւ այլն։ Այս անգամ իմ պատկերացմամբ ավելի պրոֆեսիոնալ է այս մոտեցումը եւ աշխարհում ավելի ընդունված։ Մենք ունեցանք երկու հանձնաժողով։ Առաջինը դիտեց ամբողջ թատերա սեզոնի ընթացքում ողջ Հայաստանի ներկայացումները եւ ինքը կազմեց այն ցուցակը ըստ նոմինացիաների մարդիկ, որոնք մնացին, այսպես ասած, մրցանակի հավաքնելու։ Քանի հոգի հանձնաժողովը 5 հոգի թատերագետ էին մեծ մասը եւ հիմա արդեն երկրորդ հանձնաժողովը այդ շորթ-լիստից այնուամենայնիվ 56 ներկայացումից մնաց 20-ը կամ 21-ը եւ արդեն այդտեղից ընտրվում են վաղը չէ մյուս օրվա հերոսները, այսպես ասենք, եւ իհարկե շատ կարեւոր է, թեև փոփոխություններ չեմ կարող անվանել, որովհետեւ ուղիղ 20 տարի առաջ Կապանում մենք անցկացրել ենք Արտավազդ մրցանակը, այն ժամանակ Երվանդ Ղազանչյանն էր ղեկավարը եւ այն ժամանակ ոնց որ մեր պարտներ այդ սահմանամերձ գոտնին, որը պատերազմից հետո դժվարությամբ ոտքեր կանգնում, ես շատ լավ եմ հիշում, թե դա իրոք ինչ մեծ տոն էր մարզի համար եւ կեցեն այն մարդիկ, որոնք այս տարի վերադարձրեցին Արտավազդը Կապան։ Դեռ կխոսենք ինչու, ինչ առիթով է այս տարի Արտավազդը անցկացվում հենց Կապան քաղաքում, բայց մինչ այդ նաև խոսենք ժյուրիի աշխատանքի մասին, որը կատարեցիք այս ամիսների ընթացքում դիտելով ներկայացումները, կարծես մրցակցությունը ավելի բարդ դարձավ մասնակիցների համար մրցանակաբաշխությանը, որովհետև մեկ ժյուրի արդեն դիտել էր եւ առանձնացրել էր լավագույններին, հիմա պետք է ընտրել լավագույններից լավագույններին։ Ինչպիսին է ձեր տեսած ներկայացումների այս ամբողջ պատկերացումը։ Նախքան ձեր հարցին պատասխանելը ես կուզեմ շեշտել Արտավազդ մրցանակաբաշխության մի շատ կարևոր առանձնահատկության մասին։ Իմ կարծիքով, իմ պատկերացմամբ ավելի ճիշտ, սրա նպատակը ոչ թե այն է, որ մի լավ ներկայացում ստանա Արտավազդ, ուրեմն սա լավն է, նավատն է, ոչ, այլ որ սա դառնում է տոն, նախ համախմբում է մեր ամբողջ թատերաշխարհի ներկայացուցիչներին, ինչու՞ չէ նաև հանդիսատեսներին, որովհետև թատրոնը չի կարող լինել ինքնին թատրոն, թատրոնը գործում աշխատում է հանդիսատեսի համար, եւ հանդիսատեսը թատերական այդ ամեն ինչի բաղկացուցիչ մասն է, եւ մարտի 27-ը մեր բոլորի տոնն է, եւ թատրոնների եւ հանդիսատեսների։ Ինչ ասեմ, ես շատ ուրախանում եմ, որ մեր թատերական աշխարհը ապրում է լիարժեք կյանքով եւ մայրաքաղաքում հասկանալի է մեր բոլոր լավ թատրոնները եւ նաեւ մարզերում
ինձ դա շատ ոգևորում է եւ արտավազդը ինձ համար առհասարակ մրցանակաբաշխությունների իմաստը դա է, որ դրանք համախմբեն այդ ոլորտը եւ որ ենթադրենք դիցուկ դերասաններից մեկը բնականաբար կլինեն մարդիկ, ովքեր չեն ստանա արտավազդ, շորթ-լիստ անցած, եւ նրանք ոչ թե պիտի տխրեն դրանից, որ ես չստացա, ուրեմն ես վատն եմ, այնինչը ստացավ, ուրեմն նա լավն է, այդ ստացողն էլ մտածի, որ ես ստացա արտավազդ, ուրեմն վերջ, ես կատարյալ եմ, ել չեմ աշխատում ին վրա, այլ սա ուղղակի եւս մի փուլ է, որ անցնում է մեր թատերական աշխարհը եւ արտավազդի համար ինչ մի առանձնահատկություն էլ ունի արտավազդը, որ ոչ միայն ինքը տոն է պարգևում այդ բոլոր մարդկանց եւ մղում նորանոր սխրանքների, այլ նաեւ անցած տարի արտավազդին ընթառաջ մեր ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնեց փոխնախարար Դանետ Դանելյանի, ինչքան գիտեմ, նախաձեռնությամբ եւ մեր թատերական գործիչների միության նախաձեռնությամբ թատերական շաբաթ, որը հնարավորություն է տալիս, որ երեխաները դպրոցական արձակուրդի օրերին գնան թատրոն ոչ միայն դիտեն ներկայացումներ, այլ շփվեն կուլիսներում դերասանների հիմա եւ այդ ծրագիրը դառավ շարունակական հիմա ներկայումս այս օրերին դա էլ է տեղի ունենում եւ այս տարի այս փառատոնի շրջանակներում այդ ծրագիրը նաեւ գործում է փառատոն չի դա առանցին արտավազդը դարձավ խթան շարժիչ ուժ այդ շաբաթվա ստեղծման համար իսկ այս տարվա արտավազդի շնորհիվ էլ փաստորեն կայանում է այս օրերին կապանի կամերային թատերական ներկայացումների փառատոնը, որը էլի կյանքի կոչվեց մեր թատերական գործիչների միության նախագահ նվիրյալ ես ուրիշ խոսք չունեմ ասելու Հակոբ Ղազանչյանի ջանքերով եւ ի ուրախությունից դա լինելու է շարունակական Այսինքն արտավազդը լինելով արտավազդ մրցանակաբաշխություն, այս վերջի տարիներին ինքը ծնունդ է տալիս ինչ-որ նոր երևույթների, որոնք բնականաբար շատ կարևոր դեր են ունենալու մեր թատերարվեստի հետագա զարգացման համար։ Հրաշալի, շարունակական ասելով նկատի ունեք, որ նույն կերպ կարելի մարզերում անցկացնել նույն կերպ ես ինչքան գիտեմ Տիկին Մելոյանն էլ Ղափանի փառատոնը հավակնում է դառնալ ամեն ամյա եւ նույնիսկ միգուցե միջազգային տեսնենք կապանում ամեն տարի հիանալի Հրաշալի Վերադառնանք կապանի ընտրության հարցին, ինչը որ դուք շատ այսպես գեղեցիկ ներկայացրեցիք, բայց մենք բոլոր տեսակի մանրամասնությունները հետաքրքիր են։ Ինչպես ընտրվեց կապանը, կամ արդյոք կապանը ձեզ ընտրեց գուցե։ Այսպես սա երևի ավելի ճիշտ կներ կապանը որ ձեզ ընտրեց Այդպես էլ եղավ ինչ-որ չափով, որտեվ գլխավոր թրիգերն այն էր, որ այս տարի լրանում է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թատրոնի 90-ամյակը եւ Տիգրան Աթայան, թատրոնի տնօրենը, որը ֆանտաստիկ է աշխատում, ես նայում եմ փառատոնին ոնց է աշխատում եւ ընդհանրապես շատ նոր լիցքեր է բերել թատրոն, շատ կարեւոր բան է, ոնց որ ձևաչափ էր փնտրում, ինչպես նշել այդ 90-ամյակը եւ դա սա դառնում է ոնց որ ամբողջ տարի որտեվ աշնաննել են իրանք անդրադառնալու իրանց բան Հակոբը բնականաբար շատ մեծ ոգևորությամբ արձագանքեց որտեվ Հակոբ Ղազանչյանի համար դա նաեւ իր մանկության քաղաքն է ծնողներն են այնտեղ աշխատել ինքն է այնտեղ գլխավոր ռեժիսոր եղել երիտասարդ տարիներին բայց իհարկե ամենացնցողը մարզի ղեկավարության վերաբերմունքներ այս դեպքում եւ արձագանքը, որովհետեւ ի վերջո 150 հոգի մարդ տանել 2 օր պահել կապանում եւ այդպիսի մեծ տոն սարքել, ել չեմ հաշվում, որ 6 օր ներկայացումներն են գնում, դա էլ է շատ մեծ ծախս եւ Զանգեզուրի պղնձե մոլիբդենի կոմբինատը, որը գլխավոր հովանավոր հանդես եկավ, ես ուղղակի շատ մեծ հույս ունեմ, որ մնա ուրիշ մարզերի Սա օրինակ կդառնա այլ մարզերի Այո, որովհետեւ դա իրոք շատ կարեւոր բան է, շատ կարեւոր։ Ամեն դեպքում միությունը բաց է նման առաջարկների համար։ Ոչ միայն բաց, այլ երազում է նման առաջարկների մասին, ես ասեմ։
Կապանում անցկացվող կամերային ներկայացումների փառատոնը իսկապես շատ հետաքրքիր է անցնում եւ դեռ այսօր եւ վաղը մեր հեռուստադիտողները, որոնք ապրում են Կապանում կամ Սյունիքի մարզում կամ որոշել են այս օրերին գնալ Կապան, հնարավորություն ունեն դեռ ներկայացումներ դիտելու տարբեր մարզերից, մայրաքաղաքից, թատրոնները գնում էին Կապան ներկայացնելու, բայց արդյոք փառատոնային ներկայացումները նաեւ արտավազդում էին ներգրավված, կային այդպիսի ներկայացումներ։ Երկուսը, բայց ասեմ դες, որ ծրագիրը իրեք շատ լավն է եւ այնտեղ կան եւ սենց շատ հայրենասիրական թեմայով ներկայացումներ, ինչպիսին է ենթադրենք համազգայինի հաղթանակի գենեզիսը, որը թեև նոր ներկայացում չի, բայց մեկը հանդիսատեսը շատ սիրում է եւ վերջի սեզոնի պրեմիերան Սասունցի Դավիթը, որը շատ մեծ հաջողություն ունի, կան եւ նաեւ կատակերգություններ Պարոնյանը եւ Գյումրու թատրոնը շատ տարբեր ալտերնատիվ այսպես ասած ռեպերտուարը, բայց ես ամեն օր զանգում եմ, խոսում եմ ամեն ներկայացումից հետո գիտեմ, որ հրաշալի է անցնում, որտեղ մենք անցկացրել ենք Կապանում 2 անգամ փառատոններ եւ այն ժամանակ էլ զգացվում էր, որ այդ մշակույթը, որ պետք է գեղեցիկ հագնվես, որ աղջիկները պիտի լինեն ժապավեններով, եթե երեխայի հետ ես գալի, ծաղիկներ բերել դերասանին, այնտեղ պահպանվել է եւ դա շատ կարեւոր է։ Ինչ հետաքրքիր է, ինչ գեղեցիկ մշակույթ։ Միշտ թվում է, որ իբրև մայրաքաղաքն է շատ հարցերում թելադրում, բայց արի ուտես, որ մայրաքաղաքը ոչ հետ է մնում այս կարևոր էթիկայի կանոններից։ Շնորհակալություն ձեզ, մեզ մնում է միայն հաջողություն մաղթել, իսկ ամսի 27-ին էլ արդեն հենց մրցանակաբաշխությունը տեղի կունենա, այնպես որ սա նույնպես հրաշալի առիթ է, որպեսզի փառատոնների կամ մշակույթի ու արվեստի շրջանակներում մենք այցելենք մեր ֆանտաստիկ քաղաքներ, այդ թվում ինչու՞ չէ նաև Կապան։ Շնորհակալություն ձեզ, ձեր մեծ թեմին նաև մեր շնորհակալությունները ձեր արած աշխատանքի համար, ձեզ լավ ենք մաղթում, իսկ մենք եթե դեմ չեք, շարժվենք առաջ։ Դեմ չեք։ Լավ երաժշտություն լսենք։ Շնորհակալ ենք։ Մենք դեմ չենք։